Երևանի կինոյի տանը հավաքվել էին մարդիկ, որոնց միավորում էր ոչ միայն արվեստը, այլև մի ընդհանուր հիշողություն։ Ամեկ պլյուսը ներկայացնում էր Երվանդ Երզնկյան «Ես դեռ երազող եմ» ֆիլմը։ Եվ մարդը դադարում է երազել, ինքը գործնում է կյանքի ստիմուլը եւ անպայման չի երազես ինչ-որ մի բանի մասին։ Անպայման է, որ դու այդ process-ի մեջ ես։ Երազող բառը ֆիլմում չի հնչում որպես ռոմանտիկ ձևակերպում, այն այստեղ ավելի շատ ընտրություն է, կենսակերպ, երբ մարդն անցնելով կյանքի տարբեր փուլերով չի հրաժարվում իր գաղափարներից, եւ գուցե հենց այդ պատճառով այս պատմությունը հեշտությամբ փոխանցվում էր նաեւ դահլիճում նստածներին։ Երզնկյանի կերպարն ու անցած ուղին ֆիլմում ներկայացված են առանց ավելորդ շեշտադրումների։ Կայֆ է, չէ՞։ Հելենայի։ Այստեղ հիշողությունները խառնվում են ներկային, իսկ անցյալը չի մնում միայն որպես պատմություն։ Շատ քիչ է փոխվել ինքը, ասեմ դες, նույն եռանդուն, նույն շնորհքով, նույն սիմպաթիչնի վանտիկն է։ Իսկ ֆիլմը հաճույքով դիտեցի, հիշեցի երիտասարդությունս, տարիներն անցնում են, բայց ստեղծագործող մարդը երբեք չի դադարում ստեղծագործել։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել Ամեկ պլյուսին, որովհետև միշտ եղել է մեր արվեստագետների կողքին, անկեղծ, ոնց որ այս ֆիլմն էր, անկեղծ, սրտանց եւ ոչ մի ձևականություն չկար եւ խոսքի մեջ եւ նկարահանման մեջ։ Ինչ որ կար կյանքի ֆիլմեր, ոնց որ եւ ով որ չէր ճանաչում, երևի շատ մոտիկից ճանաչեց, որովհետեւ այնքան այդ ֆիլմը այնքան բան ասաց իր մասին,